Ադրբեջանի ղեկավարը Բաքվում խոսքով խոսել է Հայաստանի շրջաներից, ասել է, որ ադրբեջանական ծագում ունեն, պատմություն է ցույց տալիս, քարտեզի վրա չկա Սևան, կա Գոյչա, վարչապետ Փաշինյանը, իր թիմակիցները պնդում են, որ օգոստոսի 8-ից արդեն խաղաղությունը իրողություն է, հաստատվել է, այս խաղաղության փուլում այդպիսի հայտարարությունները Ադրբեջանի ղեկավարի կողմից արդյոք տարածքային նկրտումներ չեն Հայաստանի նկատմամբ։ Դուք ինչպես եք մեկնաբանում նրա այդ բացատրությունները։ Նախ ես դա վաղուց եմ մեկնաբանել, ես ասել եմ, որ պատմական խնդրտուկների մեջ ընկնելու պարագայում կարող է հենց ստացվի, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալտայում։ Որևիցե բան ավելացնելու դրան չունեմ, համարում եմ, որ չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում։ Սպառնալիք չեք տեսնում դուք դա։ Ես մեկնաբանեցի, չէ։ Ես կրկնում եմ, ես տենց բան չեմ տեսել դրա մեջ, ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Խաղաղարար, այսպես հայտարարություններ եք դա գալու մեկնաբանում։ Ուզում եմ Չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետև դա անշնորհակալ գործ է, որովհետև կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մարդը դուք որ ասում եք, որ գրավելու ենք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով, այդ նախադասությունը հո ես հիմա այստեղ չհնարեցի, իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում։ Այսքան նորմալ է, այսքան որ կան Սևանը, իրենց ասելով որ Ինչ։ Սևան չի։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին, իրենց տներ մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան։ Եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնել, թույլ կտակ վերջացնում։ Նկատել եք, որ հարցազրույց եմ տալիս։ Թույլ կտակ վերջացնում։ Ինչ հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում։ Գայանե ջան, բայց հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում ասել։ Ես ձեր գործընկերոջ հարցին եմ պատասխանում, բայց ընդհատում եք ինձ։ Խոսքը գնում է նրա մասին, այո, որ եթե խաղաղություն լինի, բա խաղաղությունը ինչ է նշանակում, որ ուղղակի իրար վրա չեն։ Պարոն Սիմոնյան։ Լսեք, շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքը իր երկրի համար իր անունն է տալիս։ Մենք էլ շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալիս։